Մայիսի 9-ը հայրենական պատերազմի հաղթանակ, Արցախի պաշտպանության բանակի հիմնադրում, Շուշիի ազատագրում։ Ինչու եւ ինչպես ընկավ Բերդաքաղաքը եւ արդյոք եռատոնը քառատոն կդառնա։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն, Փաշինյանի շնորհավորական ուղերձը։ Որ Արցախը պատմական հայրենիք չդառնա, պետք է օր առաջ մեկ բռունցք դառնալ Արցախ ազատագրողի պատգամը։ Տավուշում հիշում են, պինդ են մայիսյան տոնակատարություններ Բերդում։ Հանդիսավոր շքերթ Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթանակի գործում Անդրկովկասի ժողովրդի ներդրումը հսկայական է, Պուտինի գնահատականը։ Պատերազմի վերքերը չեն մթագնել հերոսի հիշողությունը, խաղաղություն կլինի։ Եվ հացադուլ Բաքվի բանտում օր 15-րդ Վիգեն Էուլջեքյանը աշխարհին հորդորում է բացել փակ աչքերը։ Բարի երեկո արգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին ես Հայկ Նավասարյանն եմ։ Եվ այսպես, այսօր մայիսի 9-ն է մեր հաղթանակների ամիսը, երբ հայ ժողովուրդը իր արյունով կերտեց պատմական արդարությունը։ 80 տարի առաջ 600,000 հայ մեկնեց ռազմաճակատ բերելու հայրենական պատերազմի մեծ հաղթանակը, հետո Արցախի ազատագրական պայքարը պիտի գար։ Մեր նորագույն պատմության փառավոր էջը, որ նշանավորվեց նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ծնունդով, բանակ, որ ռեժիմով էր ցույց տալիս թշնամուն իր տեղն ու իրական դերը։ Տասնամյակներ անց էլ Շուշի ազատագրման օպերացիան ռազմական արվեստի դաս է համարվում, Հարսանիք լեռներում վերնագրով։ Վաղտորոշ էր Հարսանիքը լեռներում, թշնամին դուրս շպրտվեց հայոց Բերդաքաղաքից, հաղթանակը վճռված էր։ Կրակ հրամանն էր ու սկսվեց Հարսանիքը լեռներում։ Հայերի հաղթանակը հեռավոր 92-ին համաշխարհային ռազմական գործի դասական օրինակ է, մասնագետներն այսօր էլ դժվարանում են վերլուծել, գտնել անառիկ Բերդի գրավման հայկական բանալին։ Նվազագույն կորուստներով մարտական կանոնից դուրս ու շատ կարճ տևողությամբ ռազմական օպերացիան բեկեց Արցախյան ազատամարտի ընթացքը։ Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում տնտեսությունը կաթվածահար էր, գազ, ջուր, էլեկտրականություն չկար, չդադարող հրթիռակոծությունն էլ Շուշիից լիակատար կոլապսի մեջ էր գցել Ստեփանակերտը։ Եթե մի տանկ լինի եւ երկու BMP իրար հետևից, այդ մերոնք են։ 92-ի մարտին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կոմիտեն, որը շատ կարճ ընթացքում միավորեց ինքնապաշտպանական ջոկատները, եւ հենց այս կառույցի հիման վրա հետագայում ձևավորվեց Արցախի պաշտպանության նախարարությունը։ Ինքնապաշտպանական ուժերի վերակազմավորումով ձևավորված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի սահմանադրական նպատակը երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության պաշտպանությունն էր, եւ Արցախի զինված ուժերը պաշտպանության բանակը տասնամյակներով փառահեղ հաղթական ճանապարհ անցավ Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցությամբ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բերդաքաղաքի ազատագրման գործողությունը ծրագրեց 92-ի ապրիլին։ Հայկական ուժերի խնդիրն էր ջախջախել թշնամուն Լիսագոր, Ջարսլու, Ջանհասան, Կարագյավ գյուղերում։ Ինչ կա ձեր կամանդիրն ասել, կամանդիրը այսօր ինձ կաս։ Շուշիի ազատագրման հրամանը ստորագրվեց մայիսի 4-ին։ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական եւ 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցան հարձակման կոմանդոսի Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ։ Մայիսի 9-ի առավոտյան հայոց Բերդաքաղաքն ազատագրված էր։ Մայիսյան հաղթական լուսաբացին արդեն Բերդաքաղաքի վրա ծածանվում էր հայոց եռագույնը։ Դա մերն էր։ Մերը վերադարձրինք մեզ։ Նույնքը այդքանը կարեցի կան։ Հայերն այսօրը պարեցին նաև Ռայխստագում, նրանք հայկական քոչարին բռնեցին նշանավորելով հաղթանակը ֆաշիզմի դեմ։ Երկրորդ համաշխարհայինի օրերին նացիստական Գերմանիայի դեմ հայ ժողովուրդը 600,000 մարտիկ ռազմաճակատ ուղարկեց, նրանցից 200,000-ը չվերադարձան։
Խորհրդային միության 106 հերոս ունեցանք, 4 մարշալ, երկրորդ աշխարհամարտի խարիզմատիկ զորահրամանատարներ Հովհաննես Բաղրամյան, Համազած Բաբաջանյան, Արմենակ Խամֆերյանց, նավատորմի ծովակալ Իվան Իսակով, Թամանյան 89 կարմրադրոժ դիվիզիան հասավ Բերլին, հայրենականի ճակատներում հայերի հերոսական պայքարի ընթացքը կանգ չառավ։ Արցախի ազատագրական շարժումը եկավ ու էլի ցույց տվեց հայ ժողովրդի հաղթանակը նախ ոգեղեն է։ Մենք հաղթող ենք, լեռներում հարսանիք էլի կլինի։ Հաղթանակի կենաց Աստված։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։ 5-րդ տարին է մոտենում օկուպացված Բերդաքաղաքում լուսաբացները հայերեն չեն բացվում։ Սուրբ Ղազանչեցոցում հայի աղոթք չի հնչում, պապական տանն էլ հայր ու որդի չեն ապրում։ Ինչու ազատագրելուց հետո կորցրինք այն, ինչ ունեինք, որ մերն էր դարեր հազարամյակներ շարունակ։ Իմ գործընկեր Տիգրանուհի Կուրղինյանը զրուցել է Շուշին զենքով ազատագրած տղերքի հետ, լսել նրանց մայիսյան պատգամները։ Թանկացած զինվոր, ով մասնակցել է Շուշի ազատագրմանը, ինքը հավատացել է, որ ինքը ոչ թե պարզապես գնում է 2-3 թուրք ընդեղից քշելու, ինքը մտածել է, որ ինքը չարիքի բույնն է վերացնում։ Աղդամի ուղղությամբ էր պաշտպանական մարտերին մասնակցում Հարությունյանը, երբ իմացավ, որ զինակիցները վերցրել են չարիքի բույնը ու ազատագրել իր ծննդավայր դրախտավայր Շուշին։ Ղազանչեցոցում աղոթելն արդեն հեռու երազ չէր, թիկունքին սպիտակ թունդ ընդգծված խաչ կրողները, որ ֆիդայական երթում էին տվել, մարտական առաջադրանքը կատարել էին իդեալական։ Եթե Շուշին գրավելն ու լեռներում հարսանիք անելը ռազմական ճկուն միտք կամ անձնազոհություն էր պահանջում, ինչ որտեղ անհնար թվում, ապա գուցե ավելի հեշտ էր Բերդաքաղաքը պահել, ինչու, ինչպես ընկավ։ Պետք էր քաղաքական կամք, վճռականություն ադրբեջանցիներին ջախջախելու համար, ուրիշ ոչ մի բան, թե Արցախի հանրապետության ղեկավարության, թե Հայաստանի հանրապետության ղեկավարության կողմից անհրաժեշտ էր ընդհանրապես դա։ Հեքիաթների քաղաք է իր Շուշին, պատմում է Հարությունյանը, հայի իսկական հայրենիք։ Քոչվորների տեղ չէ, կարճ ասած, մի անգամ գնում ես ու սիրտդ անդադար այդ հողն է ուզում։ Այդ անբացատրելի ուժն է, որ նորից տանելու է մեզ հայկական հայերի Շուշի։ Հույս ունենալով, որ ադրբեջանցի զինվորները կլսեն, ասում են փախեք տղուց, տղեկ, լավագույն ձևով փախեք տղուց, որտեղ եթե մենք մտնենք չենք ներելու ձեզ։ Վերադարձն ու հայկական Բերդաքաղաքին տիրելը հեշտ գործ չէ, բայց նաև ֆանտաստիկայի ժանրից էլ չէ։ Ոչ թե դատարկ հայրենասիրություն է ու անհիմք պաթոս, այլ մարմնավոր ապագա։ Արցախում կռիվ տված տղաներից ոչ ոք չի մոռացել, հաղթել ենք, որովհետև հավատում էինք, էլի կհաղթենք, եթե հավատանք։ Գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը հիշում է, մայիսի 8-ին երեկոյան ժամերին արդեն գիտեին, օպերացիան իրականացվել է ռազմական տեսության բոլոր պահանջներին համաձայն։ Զինվորականները դեռ լուռ էին, զուսպ, բայց գիտեին, վերցրել են Շուշին։ Մայիսի 9-ին արդեն համահայկական ցնծություն էր։ Կարողացել ենք հայոց հրամանատարի եւ հայոց զինվորի համադրված ջանքերով մագլցել այդ ժայռերն ի վեր եւ տոնել այնտեղ հաղթանակ։ Նորից ինչպես հավատով ասում են Արցախ տեսած Արցախի համար կռվածները։ Մեզնից ոչ ոք չի կարող ասել երբ, բայց եթե հնարավոր եղել է մեկ անգամ, երկրորդն էլ կլինի։ Պետք է պայքարել եւ գաղափարի հետ համոզմունքը կարծես թե այն ներքին ուժն է, որ քեզ պարտադրում է եւ ստեղծում է պատասխանատվության մի այնպիսի աշխարհ, որ պետք է պայքարել։ Շուշիում հիմա հայեր չեն, հայերը իրենց տանը չեն։ Ինչպես է արդեն 5 տարի այսօրվա լույսը բացվում ազատագրողների համար։ Դժվար բան է, ծանր ապրումներ են։ Նորից զինվորական է փաստում արդեն 44-օրյա պատերազմի մասնակից։ 8 տարի Արցախում ծառայել է, արձակուրդից վերադառնալիս Շուշի էր գնում, հետո միայն դիրք ու զորամաս։ Ձգողություն կար, բացատրելու չէ։ Ինքս կնքվել եմ հենց Շուշի Ղազանչեցոց եկեղեցում։ Իրոքից, որ ասում են հրաշք տեղա, բարձունք, Բերդաքաղաք, այդ ամեն ինչը զգացվում է։ Եթե օրինակ պաշտպանությունը որոշ չափով կազմակերպված լինի, այդ քաղաքը գրավելը շատ դժվար, անհնարին է։ Ու շարունակում է, պարտությունն ու կորուստը մարդու համար է, հաղթելն ու վերադարձնել հավաքական ժողովրդի, եւ ուրեմն լինելու է։ Եռատոն լինելու է, քառատոն լինելու է։ Ես հավատում եմ դրան։
Սխալներն անթիվ են, ձախողումները շատ, բայց համեմատելի չենք մենք ու թշնամին։ Նրանք եկան ու բռնի, սիրիացի վարձկանով, արգելված զենք ֆոսֆորով, ծննդատան վրա ռումբ գցելով, պատերազմի գրված ու չգրված օրենքները ոտքի տակ տալով տիրեցին մի հողի, որ նրանց հետ որևէ կապ չունի։ Եվ ուրեմն պետք է հավաքել ուժերը, հավաքել միտքը, հավաքել փշուր եղած հավատը, միավորվել։ Քանի մեր տանը չենք, պայքարն անվերջ է, արթուն մնանք, մենք հաղթող ենք։ Տիգրան Գուրգինյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Որ բերդաքաղաք Շուշին, Կարսի ու Մուշի բախտին չարժանանա, հայկական Արցախը պատմական հայրենիք չդառնա, պետք է օր առաջ մի բռունցք դառնալ, ինչպես 90-ականներին ու շարժվել առաջ։ Արցախյան շարժման ու հաղթանակների մասնակից այսօրվա պես է հիշում, ինչպես երեկվա պարտիզանական ջոկատներից հաշված օրերում կազմավորված բանակ ստեղծեցին։ Այսօր նաև այդ բանակի ծննդյան օրն է։ Ինձ համար տոն է այսօր։ Զրույցն այսպես է սկսում Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատարներից Արկադի Կարապետյանը։ Սովորական օրեր չենք ապրում, կորցրել ենք Արցախը եւ այսօր լրագրող ու զինվորական միայն մտովի ենք տեղափոխվում Բերդաքաղաք Շուշի, որ 33 տարի առաջ ճիշտ այսօրը լույսը դեռ չբացված մերոնք ազատագրեցին լեռներում հարսանիք անելով։ Հաղթանակները ժողովուրդն է գրում, իհարկե եթե ճիշտ ղեկավարվում է և ճիշտ ուղղորդվում է, և ինքը սա հարցերը լուծում է, և այդ ժամանակ հենց այդ ամենը աշխատեց։ Շուշիի ազատագրումն Արցախի պաշտպանության բանակի առաջին հաղթանակն էր, ընդամենը 4 օր էր անցել զինված ուժերի պաշտոնական ձևավորումից։ Հետո դրա համար մայիս 9-ը հռչակվեց կանոնավոր բանակի կազմավորման օր։ Թեպետ Կարապետյանը պատմում է, այնքան միասնական ու կազմակերպված էինք, որ կանոնավոր բանակ դեռ 90 թվից ունեինք, պարտիզանական թեկուզ, բայց կանոնավոր։ Ես ստորաբաժանումը, որ դի կոչվեր, ասենք, գումար տակ կամ եսի միշտ կոչում էր ջոկատ, այդքան բան։ Համար ամեն ինչ, որ վերաբերում մեր բանակի, բանակը ինչ կառուցվածք ունի եւ այլն, այդ ժամանակ մենք ունեինք ամեն ինչ, բայց թշնամու ունեցածը անգամներով ավելի էր, զինտեխնիկան, զորքը, չխանգարեց մեզ, գիտեինք հանուն ինչի ենք կռվում, իսկ դա ամենակարևորն էր։ Չենք նայում, իրանք շատ են քիչ են եւ այլն եւ այլն։ Զենք ունեն, չունեն, գրադ ունեն, ես ունեն, ավիացիա ունեն։ Մեզ չէր տակ կրում։ Մենք գիտեինք, որ սա մերն է, դե ազատագրենք, ազատագրել են։ Քիչ լինելով ես ջոկատ ունեի, որի կեսը զենք չունեի, բայց իրանք այդ զենքի ունեցողների հետևից գնում էին։ Պատկերացնում եք ոգևորվածությունը։ Հայրենիքի ազատագրում, բանակի կազմավորում, ինչն է ամենատպավորիչը եղել ձեզ համար այս հերոսամարտում։ Վերջաբանի համար հարցնում եմ հրամանատարին, զինվորականին բնորոշ համեստությամբ է արձագանքում ու իր բառերով մի քիչ անսովոր խոսում։ Ես նորմալ եմ այդ ամենը ընդունում։ Ես համոզված էի, որ Շուշին ազատագրելու ենք ու շատ հանգիստ էի, որևէ էմոցիա չեմ ունեցել։ Հանգիստ մտել եմ քաղաք։ Մեր եղավ էլի։ Ու այսօր Շուշին, Կարսի ու Մուշի բախտակիցը էլի մեզ է սպասում Քիրսզարի կողմից փչող քամուն, որ սարսափահար պիտի անի թշնամուն, լինելու է, հաստատ լինելու է, վստահ է Շուշին մեկ անգամ ազատագրած զինվորականը, երկրորդ անգամվա խոստումով, քիչ էլ դիմացիր, հայ գնդերը քաջ, մի օր էլի կլինեն դռներիդ առաջ, մենք հաղթող ենք։ Էդուարդ Պողոսյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Տավուշում հիշում են Պինդեն մայիսյան տոնակատարություններ Բերդում։ Հանդիսավոր շքերթ Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթանակի գործում Անդրկովկասի ժողովրդի ներդրումը հսկայական է, Պուտինի գնահատականը։ Պատերազմի վերքերը չեն մթագնել հերոսի հիշողությունը, խաղաղություն կլինի։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին Կարմիր հրապարակում մասնակցել են աշխարհի 29 պետության առաջնորդներ։ 10 րոպեանոց իր ելույթում Պուտինը նախ շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ, շեշտել՝ հիշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը, որ մայիսի 9-ը կերտելու գործում հսկայական է եղել նաև Կենտրոնական Ասիայի եւ Անդրկովկասի ժողովրդի ներդրումը։ Говорит и показывает Москва. Ավելի քան 11,000 զինծառայող, ռուսական զենք զինամթերքի ու ռազմական տեխնիկայի վերջին տեսակներն են անցնում Կրեմլի Կարմիր հրապարակով։ Անօդաչու թռչող սարքերի, զորքերի շարասյունն առաջին անգամ մասնակցում է հաղթանակի զորահանդեսին։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին Չինաստանի, Վենեսուելայի, Սերբիայի, Բրազիլիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Աբխազիայի առաջնորդներն են մասնակցում։ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կողք կողքի են նստած։ Поздравляю вас с 80-й годовщиной победы в Великой Отечественной войне. Զորահանդեսը ղեկավարում է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, շքերթն ընդունում Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելաուսովը։ Կարմիր հրապարակով անցնում են նաև զորահանդեսի ստորաբաժանումներ 13 երկրներից՝ Չինաստանից, Եգիպտոսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Մյանմայից։ Мы чтим каждого ветерана Великой Отечественной войны. Մենք մեծարում ենք հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր վետերանի, գլուխ ենք խոնարհում հաղթանակի համար իրենց կյանքը բոլոր զոհաբերածների հիշատակի առաջ, որդիների, դուստրերի, հայրերի, մայրերի, պապիկների, նախապապերի հիշատակի առաջ։ Объявляется минута молчания. Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակի տրիբունաներում ձեռք է սեղմել եւ զրուցել հայրենական մեծ պատերազմի վետերանների հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսի այլ պատվավոր հյուրերի հետ։ Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի շքերթին ներկա են 102-ամյա Ռոզալիա Աբգարյանը, 100-ամյա Վոլոդիա Գսպոյանը, 102-ամյա Խաչիկ Հովակիմյանը եւ 100-ամյա Ներսես Սիմոնյանը։ Պուտինը ողջունեց նաեւ հայ վետերաններին ու հասցրեց մի երկու բառ նրանց հետ փոխանակվել։ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը, նաև մյուս պետությունների ղեկավարները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ եւ անհայտ զինվորի շիրիմին։ Ավանդույթի համաձայն մեծ հաղթանակի շքերթի շարքը փակել են 6 Su-25 գրոհիչ ինքնաթիռները, երկինքը զարդարելով ռուսական դրոշի եռագույնով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Պատերազմի վերքերը չեն խունացրել հաղթանակ տոնած մեր հերոսի հիշողությունները։ Երևանից Թբիլիսի ռազմաօդային ուժերի դպրոց, այնուհետև ռազմաճակատ ու հաղթական վերադարձ։ Այսպիսին է մեր ռեպորտաժի 103-ամյա հերոսի փառահեղ ուղին ու պատմությունը, որ հիմա նոր երանգներ ունի։ Հրանտ Կարապետյանը մեկ դար անց սկսել է նկարել, իսկ ավարտին հաղթական Արարատն է ու խաղաղություն բերող արագիլները։ Ես նկարել գիտեի, բայց ոչ մանկապել չեմ նկարել։ Հետո իմ վնուշկան պալատնոն պերեց, վրտիններ, նկարներ, մի բան նկարի, էլի, ինչ ես Արարատը նկարեցի։ Դրանից հետո սկսեցի նկարել։ Թորնուհու նվիրած նկարները, կտավներն ու մոլբերտը 100-ամյա վետերան Հրանտ Կարապետյանին նկարիչ դարձրին։ Նկարները մակագրում է անկյունում երկու արագիլների պատկերով, բացատրում է, դա խաղաղության ու սիրո խորհրդանիշն է։ Ժամանակին էլ ճարտարապետ է եղել, բազում շենքշինություններ է նախագծել։ Ձեռագիրը մինչև օրս պահպանում են երևանյան բակերում ու մայրաքաղաքից դուրս։ Շատ գործեր ունեմ Վանաձորում։ Առաջի 9 հարկանի, 12 հարկանի տները իմ արածնա։ Ալավերդում դեմ Սանայինսկայ պլատոկա, սկզբից մինչև վերջ իմ արածնա։ Երևանում Նժդեհի հրապարակում 4 տունը իմ արածնա։ Քիմիական տեխնիկումն է իմ արած։ Հրանտ Կարապետյանը Հայաստանում բնակվող 30 վետերաններից մեկն է։ Այսօր հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակն է նշում։ Նոյեմբերին էլ իր 104-ամյակը կտոնի։ Հպարտությամբ ու ժպիտով է հիշում ռազմաճակատի տարիները։ Ամբողջ դասարանով գնացել լիճը
նավակներ քշելու։ Մենք էլ նաև երեխեք էինք դպրոցի եկանք վայնկոմ մեզ ճանաչում էր, որովհետև այդ ժամանակ մենք մոդնի значокները նորմաներ էինք հասնում через военкомат. Здесь էլ красный херта. Отобрали 30 человек, 40 обратно. И 30 меж եսել. Մարտական ուղին սկսվել է Կովկասից։ 1941 թվականի օգոստոսին դպրոցն ավարտելուց հետո նրան ուղարկել են Թբիլիսի, ռազմաօդային ուժերի դպրոցում սովորելու։ Մասնակցել է հիմնական բոլոր մարտերին, ծանր վիրավորվել ու միաժամանակ մնացել նույնը՝ կենսախինդ ու առույգ։ Պարզ խորհուրդ է տալիս երիտասարդներին՝ սիրել կյանքը, հայրենիքը, չխմել ու չծխել։ Չտեսնեն այն, ինչ որ ես տեսել եմ պատերազմին տալ։ Չլինի այդ պատերազմը։ 104 տարեկանում Կարապետյանի երազանքը խաղաղությունն է մնում։ Ասում է կհասնենք դրան, մեր ոգին անկոտրում է։ Մենք հաղթող ենք։ Սիլվի Մուրադյան, Վահան Գուլեյան, ժամը լրատվական։ 44-օրյա պատերազմում որդի կորցրած ծնողներ 90-ականներին Արցախ ազատագրած տղաներ միասին են Սյունիքում, որտեղից Արցախը ամենամոտն է երևում։ Արցախի կարոտով մայիսյան տոնակատարություններ են մեկնարկել նաև սահման պահող տեղում։ Սահմանամերձ տեղ համայնքում 24 մետր երկարությամբ եռագույնն է բարձրանում։ Եռատոնի արդիվ տեղի հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում հաղթանակի տոներ, որտեղ խառնվել էին ուրախությունն ու հուզմունքը։ Ես վստահ եմ, որ այս հաղթանակները շարունակվելու է։ Կգան բարի օրեր, անպայման նորից մարդիկ կժպտան ու էլի հաղթանակը մերեկել։ Մեկ րոպե լռությամբ հարգում են նահատակների հիշատակը, որից հետո Սունյաց սարերում զրնգում է երկն ու պարը։ Նահատակված հերոսների մայրերը հուզված են մի կերպ են թաքցնում արցունքները, բայց եկել են հաղթանակ նշելու։ Իրենց որդիների թափած արյունը նաև այսօրվա տոնի համար է։ Մեր տղաները հաղթել են, մենք երբեք չենք մտածում, որ մենք պարտվել ենք, մեզ համար հաղթանակ է եղել։ 7-ամյա Սերոփն է, տղցու նման պինդ ու հաստատակամբ, եկել է նշելու իր ավագ եղբայրների հաղթանակի տոնը, որոշում էլ ունի։ Որ մեծանում զիմանն դառնալու գնալու եմ, հանրայինքս պաշտպանում եմ։ Հերոսներին պատվոգրեր եւ նվերներ են հանձնվում ոչ միայն համայնքապետարանի, այլև երկրապահ կամավորական միության կողմից։ Մյուս մասում կրակի վրա մատաղն է պատրաստվում, իսկ հարյուրավոր ներկաներ այդ պահին երազանք են պահում մյուս տարի հաղթանակի տոնը նշել հաղթողի կեցվածքով։ Արևիկ Աբելյան, ժամը լրատվական։ Հայաստանի հարավից այժմ հյուսիս-արևելյան սահման Տավուշ, որտեղ լավ գիտեն պատերազմի, հաղթանակի ու խաղաղության գինը։ Բերդաքաղաքում մեծ շուքով են այսօր տոնել հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը, ավելի քան 5000 տավուշցի միայն Բերդի տարածաշրջանից են մասնակցել մեծ հայրենականին, շատերը զոհվել են, մյուսները վերադարձել հայրենիք ու ոսկե տառերով գրել հաղթանակի տարեգիրքը։ Սերունդները շարունակել են պապերի գործը, հայ-ադրբեջանական սահմանին 90-ականներին լավ դաս տվել թշնամուն, մեկնել Արցախ, պաշտպանել ու ազատագրել հայրենիքի մյուս կտորը։ Հանդիսավոր շքերթին այսօր կողք-կողքի մասնակցել են սերունդները, պապերի նկարները ձեռքերին, անունները շուրթերին։ Սա նաև մեր հաղթանակի տոնը հայոց ժողովրդի, քանզի եթե ֆաշիստական Գերմանիան հաջողության հասներ, մենք հասկանում ենք, որ Թուրքիայի կողմից ինչի կենթարկներ հայ ժողովուրդը։ Իմ պապիկը նույնպես մասնակցել է մեծ հայրենական պատերազմին եւ մենք եկել ենք նրանց հիշատակը հարգելու եւ մեր ազգի հետագա հաղթանակների համար։ Եվս մեկ դադար ունենք ու կվերադառնանք րոպեներ անց։ Հացադուլ Բաքվի բանտում օր 15-րդ Վիգեն Էուլջեքյանը աշխարհին հորդորում է բացել փակ աչքերը։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը կրթական թեմաներով։ Թեև կառավարությունը 500 մանկապարտեզ, 300 դպրոց է կառուցում, բայց հարյուրավոր դպրոցներ կան, որտեղ տևական ժամանակ է տնօրեն չկա։ Այժմ բավարար է կառավարման հմտություններ ու փորձ ունենալ, ստանալ հավաստագիր ու դառնալ դպրոցի տնօրեն։
Հարյուրավոր դպրոցներում տնօրենի թափուր պաշտոնները կլրացվեն նոր կադրերով։ Այսուհետև կառավարման փորձ ունեցող յուրաքանչյուրը կարող է ստանալ ուսհաստատությունների տնօրենի հավաստագիր ու նշանակվել տնօրեն։ Այն ստանալու համար կարող են դիմել նաև նրանք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կառավարման ոլորտի առնվազն 5 ու կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ։ Վստահ ենք, որ այս փոփոխությունը հնարավորություն է տալու նոր կադրեր ուսումնական հաստատություններ ղեկավարման գործընթացում ընդգրկելու համար։ Դպրոցներում կառավարման ճգնաժամը ի հայտ եկավ, երբ նախարարությունը տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուներից պահանջեց դպրոցի զարգացման հնգամյա ծրագիր, որը հաղթահարել մեծամասամբ չկարողացան։ Կրթության փորձագետն ասում է, նախարարությունը հետ քայլ է անում, փորձում այսպիսով շտկել իր բաց թողումները, բայց առջևում նոր ոդիսականն է հավաստագրերի տեսքով։ Քննություն է տալիս, նախարարությունը քննության արդյունքում գնահատման դեպքերում է քննությունը իրականացնում, որի արդյունքը համապատասխան միավորներ բարեր հավաքելու դեպքում դուք ստանալու սերտիֆիկատ, դա վճարովի ծառայությունը նաև 80,000-ի կարգի գումար են վճարում, որպեսզի սովորեն մասնակցեն քննությանը, ստանան սերտիֆիկատ, նոր մասնակցեն տնօրենի թափուր դերի համար հայտարարած մրցույթների։ Իսկ թե ինչով չէին բավարարում նախկին տնօրենները կրթական գերատեսչության պահանջներին, պարզ չէ։ Փոխարենը նոր թեկնածուները սրտի թրթիռով փորձում էին հաղթահարել զարգացման ծրագրի մրցույթը, բայց ավաղ ձախողում ու տապալում էին ընդ որում մեծ մասը մի քանի անգամ։ Ու այդպես Հայաստանի շուրջ 300 դպրոց մինչ օրս տնօրեն չունի։ Այստեղ պետք է ոչ թե նայել կրթության ոլորտից մարդը շատ բան հասկանում է թե չէ, այլ նայել ով է իրան նշանակում եւ ով է իրան գործից հանում։ Այսինքն եթե որոշ ժամանակ հետո ենթադրենք պարզ դարձավ, որ ինքը գործից բան չի հասկանում, ինչպես է վերահսկվելու դա եւ ինչպես է ինքը հեռացվելու աշխատանքից։ Կազմակերպչական ու կառավարչական հմտությունները այստեղ միանշանակ պետք են, ասում է փորձագետը։ Նկատում ամենևին էլ պարտադիր չէ լինել կրթական ոլորտի մասնագետ։ Կառավարումը ուրիշ ոլորտ է, ուրիշ արվեստ է։ Այդ իմաստով ես կարծում եմ դա ճիշտ է մեկը մյուսով չպայմանավորելը։ Հարցը ինչպես ենք նշանակումը կատարում, որպեսզի այդ նշանակումը չլինի, ենթադրենք կոռուպցիոն, քաղաքական եւ այլն այլ պատճառներից ելնող։ Այսինքն ով է այն օղակով այնացյանը, որ իրավասու է տնօրեն նշանակել եւ տնօրեն հեռացնել։ Տարակարծիք են փորձագետները դպրոցի տնօրենի ընտրության հարցում։ Այդուհանդերձ համաձայնում են, որ կրթական ոլորտը այսօր ամենախոցելիներից է։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Շարունակենք 2017-ին Լիբանանից Հայաստան եկած Վիգեն Էուլջեքչյանը 2020-ի նոյեմբերի 10-ին Շուշիի մատույցներում գերեվարվեց ու մինչև օրս ապօրինի պահվում է ադրբեջանական բանտերում։ Աշխարհի փակ աչքերը բացելու նպատակով Վիգենը ծայրահեղ քայլի է դիմել Հացադուլ Բաքվի բանտում օր 15-րդ։ 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է հացադուլ է անում։ Հայ որբերի օգնության ընկերությունից է նա հազանգում, կառույցը նամակն ուղարկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե, ներկայացրել Վիգենի վիճակը եւ կոչ արել քայլեր ձեռնարկել։ Մեր քաղաքը դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել ավականում Մեր քաղաքը խմբակցության նախկին անդամ Կարեն Բադալյանի հետ հասկանալու թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Ասում է փորձում էին օրենք խախտել իրականում, ինչ որ մարդիկ են Կարեն Բադալյանի փոխարեն այդ ամենն անում, որպեսզի մանդատն իրենց ծառայեցնեն։ Նրա գնահատմամբ ՔՊ-ն Գյումրիում իշխանությունը խլելու փորձ է արել, բայց կարողացել են դրա դեմն առնել։ Դատական պրոցեսներին էլ ասում է պատրաստ են գնալու են մինչև վերջ։ 2025-ից 2026 թվականների ուսումնական տարում բնական գիտությունների բնագավառի մասնագիտություններին 220 տեղ են հատկացրել, տեխնիկական գիտություններին 221, գյուղատնտեսական գիտություններին 94։ Կառավարությունը նախատեսում է 1271 տեղ հատկացնել պետության կողմից ուսանողական նպաստների տարբերակով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելությանը։ Պահուստային տեղերի քանակը 7-ն է, որոնք ըստ անհրաժեշտության կբաշխեն ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միջին որակական գնահատական հավաքած դիմորդներին։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց են նախաձեռնել, հայտարարել է ՄԱՍԿ նախագահ Հովիկ Աղազարյանը սոցիալական ցանցի իր էջում։ Նրա խոսքով վարչապետի իրենց տեխնացուի անունը կհայտարարեն սույն թվականի մայիսի 20-ին։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ վերջում օդերևութաբանների կանխատեսումների մասին եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։
Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, իսկ այժմ սպասվող եղանակի մասին ավելի մանրամասն։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում սպասվում է 17-ից 21 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում կլինի 21-ից 26, Լոռիում 21-ից 26, Տավուշում սպասվում է 26-ից 29 աստիճան տաքություն։ Արարատում, Արմավիրում կլինի 26-ից 29 աստիճան, Սյունիքի Հովիտներում սպասվում է 27-ից 31, Սյունիքի նախալեռներում 19-ից 24 աստիճան տաքություն։ Իսկ մայրաքաղաք Երևանում գիշերը սպասվում է 12-ից 14, ցերեկը 25-ից 27 աստիճան ջերմություն, երեկոյան ժամերին կլինի 17-ից 19 աստիճան տաքություն։ Եվ վերջում դարձյալ օրվա խորհրդի մասին, մայիսը մեր հաղթանակների ամիսն է և հաղթական էլ մնալու է, հայրենիքի պաշտպանների խոսքին անսալով ենք հաստատում։ Մեր եռատոնը այսօր վիրավոր է, թշնամին չի դադարում, նույնիսկ այս օրերին հանգիստ չի տալիս Սյունիքի սահմաններին, բայց մշտարթուն ենք ու վճռական եռատոնը քառատոն կդառնա։ Մեր պայքարը արդար է, մենք հաղթող ենք։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր ու միայն հաղթանակներ բոլորիս։